Համացանցը փոթորկաց հայտնի երգչուհի, դերասանուհի, գերաստղ Ջենիֆեր Լոպեսն իսկապես Հայաստան է գալու հյուրախաղերի, սակայն դրա կազմակերպման մանրամասներն անգամ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրասյանը չգիտի։ Մեր աչքը վախեցած չէ ընդհանրապես, եթե խոսում ենք պետական քաղաքականության մասին, կառավարության ճեպազրույցների սրահում ասաց նախարարը, արձագանքելով դիտարկմանը, որ ԿԳՄՍ-ն չի պատասխանում երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հյուրախաղերի կազմակերպմանը ներգրավված լինելու մասին հարցին, քանի որ Snoop Dogg-ին հրավիրելու դեպքից աչքը վախեցել է։ Ժողովուրդ օրաթերթին հասած բացառիկ լուրերի համաձայն Ջենիֆեր Լոպեսի համերգային տուրի կազմակերպիչները փորձ են արել Հայաստանում կայանալիք համերգի համար միջոցառումների կազմակերպման ոլորտի ընկերություններ գտնել և դիմել համերգի սպասարկման համար։ Սակայն գնառաջարկն այնքան բարձր է եղել, որ Հայաստանում միջոցառումներ կազմակերպող ոչ մի ընկերություն չի համաձայնել։ Առաջարկվել է ռեկորդային $1 միլիոն գումար։ Հայաստանում հովանավորների չգտնվելուց հետո Լոպեսի թիմը դիմել է Քիմ Քարդաշյանին, ով էլ ստանձնել է Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչական ծախսերը Հայաստանում։ Ստացվում է, որ աշխարհահռչակ արմատներով հայ Քիմ Քարդաշյանը Հայաստան է բերելու աշխարհահռչակ երգչուհուն, սակայն ինչպես կամ ում հետ համաձայնեցնելով դեռ անհայտ է։